Իսակյան, ինչ խնդիր է առաջացել միասնական սոցիալական ծառայության հետ։ Ուրեմն խնդիրը կայանում է հետևյալում 2021 թվականին Թիմեթի վարչական դատարան կենսաթոշակի վերահաշվարկի խնդրանքով ինչու՞ն է հարցերությունը կայանում ես նախկին տեղակայության աշխատող եմ ու իմ աշխատել եմ այդ տարիներին աշխատել եմ նաև Լեռնային եւ Պարսկերային շրջաններում Համայնքների հաշվարկի շրջանում նաև Գյումրի քաղաքում ու այնտեղ ծառայությունը մի տարի էր հաշվարկում ու այս կապակցությամբ են դիմել վարչական դատարանը կդեր օրին վերած պատճառավորություն հիմնավորել իմ հայցը բավարարել պայմանավորեցել միասնական սոցիալական ծառայությունը կատարել վերահաշվարկ կենսաթոշակի վերահաշվարկ Արքա է առաջին արգանի կատարանը, այսինքն վարչական կատարանի վճիռը, որը հետագայում նաև միասնական սոցիալական ծառայության կողմից բողոքարկվել է վերաքննիչ վարչական դատարան, արքա է նաև վերաքննիչ վարչական դատարանի որոշումը առաջին վարչական դատարանի վճիռը ուժի մեջ կողմելու մասին։ 3 դատավորներ են այստեղ, վերաքննիչում Եվ միասնական սոցիալական ծառայության կողմից վճռաբեկ խորհուրդ է բերվել եւ վճռաբեկ դատարանը այն վարույթ չի ընդունել։ Վերջին հաշվով վարչական դատարանի կայացրած վճիռը օրինական ուժի մեջ է մտել 24 թվականի դեկտեմբեր ամսին։ Նու բնական է օրինական ուժի մեջ մտնելուց հետո իմ կողմից դիմում է ներկայացել միասնական սոցիալական ծառայությանը կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու համար։ Ու երկար ժամանակ իմ դիմումներին չեն պատասխանում, չնայած հիշեցումներին, շուրջ 3 ամիս անց ես ստացա միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Կ. Ալեքսանյանի քրությունն այն մասին, որ նա հրաժարվում է կամ մերժում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չուզում է կատարել։ Ինչ է պատճառաբանում, որ մերժում է։ Անհիմն պատճառաբանություն է բերում նման պատճառաբանություններ ամբողջ 3 աջաններում այդ հիմնավորումները կա, դատավորները ելեն են կարծիքի, որ իմ վերացայցատումը հիմնավորված է, պատճառաբանությունները ամբողջությամբ ստուգված է։ Ես կարծում եմ, որ այս միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ալեքսանյանը որպես պետական ծառայող իմանար, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատականին կպարտավորի կատարել, այն վիճակման ենթակա չի։ Այդ առումով արկա է մի շարք եւ վճռաբեկ դատարան նախադեպային որոշումներ եւ մարտիրակների եվրոպական դատարան եւ կոնվենցիոն եւ դիմանա նաեւ որ դատարան ակտը չկարողանա առաջացնել նաեւ քրեական պատասխանատվություն։ Բնական է նա մերժման պատասխանը ստանալուց հետո ես դիմել եմ հարգատիր կատարման ծառայություն, ստացել եմ հարգատիր կատարման ծառայությունը ստացել է դատարանի վճիռը եւ ուղարկել է միասնական սոցիալական ծառայության կատարման եւ պարտավորեցել է միասնական սոցիալական ծառայությանը այն կատարելու։ Ես առայժմ որևէ արձագանք չունեմ դրանից, ուղղակի զարմանալի նաեւ որ նման կարևոր պետական ծառայությունում աշխատեն նման տիպի պաշտոնատար անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության անունից արտադրված դատական ակտերը չեն կատարում։ Սա կամ նշված պաշտոնական կամ օրենսդրությանը չի տեղադրում, այս պարագայում ընդհանրապես իրավունքներ աշխատել այդ պաշտոնում, կամ անհավասարակշիռ անձնավորությունը, այսպես գնահատեմ ու ներկայացնում եք անձնավորությունը, տնից նա իմանա հենց իրան անձամբ ասում է, սա հոգեական անհավասարակշիռ մարդու աշխատից է։ Ինչ է նշանակում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարել։ Սա աբսուրդ է, այս բաներ Այսինքն դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի օրենսդրությանը։ Դատարանի նկատմամբ դատարան դիմելու մատչելությունն է սա։ Elə դատմաստը սահմանադրությամբ երաշխավորից է դատարանության իրավունք։ Դիմում ես դատարան խախտված իրավունքը պաշտպանելու համար եւ պաշտպանությունը պետության պոզիտիվ պարտականությունն արդեն կատարել դատարան ակտը։ Մեծ գումարի մասին է խոսքը, որ բավականին մեծ գումարի մասին է, որովհետև վերահաշվարկը պետք է կատարվի 2007 թվականից մինչև դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելու օրացի 10 քանի տարի մասին է խոսքը։ Հարցը շատ չէ, առաջին երկու մենք խոսում ենք դատական ակտի կատարելու մասին։ Եթե նա այդպես շատ մտախոհ է բյուջեի նկատմամբ, այդ նույն սոցիալական ծառայությունը բավականին շատ հայցերով դատարանում պարտվում է եւ բավական մեծ գումարներ
այդ նույն չինովների երեսից հանձվում է բյուջեից։ Կարծում եմ, որ պատշաճ վարչարություն չեն իրականացնում եւ իրենց տեղում չեն գտնում։ Այդ նույն ծառայությունն իրավաբանական բաժին, որի աշխատողները այդ 3 դատական աջակցություններում մասնակցել են, բերել են իրենց պատճառաբանությունների հիմնավորումները եւ դատարանը դրել որ նրանց դրած պատճառաբանությունների հիմնավորումները հիմնավորված է պատճառաբանված չէ։ Դրա համար իօգուտ իսկ կայացվել է նշված դատական ակտը։ Ասեն դերավելին դերևս 22 թվականին նույնական փաստական հանգամանքով մեկ այլ դատական ակտ է գնացել միասնական սոցիալական ծառայություն, նրանք դատարան են վերահաշվել։ Նորից 2007 թվականից սկսած է եղել։ Այլ նախկին դատախազներից, հա, մեկի մասին է խոսքը։ Երջանկա հիշադակ մեջ տղաներից էր, վարչական մատերիալը, դրա կորձավերել, վերահաշվել է կատարել։ Մի չեմ հասկանում, եթե մի դեպքում կատարում են, մի դեպքում չեն կատարում, այսինքն կամայական վերաբերմունք են դրսևորում օրենքի կատարման նկատմամբ։ Հիմա ինչ ելք կա կամ պիտի հա քրեական գործ հարուցվի, թե պաշտոնյայի նկատմամբ, թե ԴՀԿ-ն կհարգադրի այս դեպքում։ ԴՀԿ-ը իր գործողությունները կատարի բնական, եթե դատական ակտերի հայտարարական ծառայությունը չհաջողվի վերջին հաշվով դատական ակտը կատարել տալ, նրանք երևի միջնորդություն ներկայացնել դատախազություն, կնախաձեռնի քրեական վարույթ եւ նշված անձը կենթարկվի քրեական պատասխանատվության։ Այլ ելք չկա ստեղ, ելք չեմ տեսնում։ Երբ եք ստացել իրենից պատասխան։ Ես իրենց պատասխանը ստացել եմ, ասեմ մի վայրացես, 25 թվականի մարտի 31-ին։ Այսքան մոտ 2 ամիս։ Այո, չնայած որ ես իրենց դիմել էի, իմ մոտ այդ գրություններն են պահպանվել, դիմել էի իրենց բավականին շուտ, դեկտեմբեր ամսին 24 թվականին, 3 ամսից հետո նորից նրանց պատասխանը ստացա, որը ճիշտ է այստեղ է, որ եկեք խախտում։ Դիմում բողոքների քննարկման կարճ գոյություն ունի, կառավարության որոշում գոյություն ունի, ամսը ժամկետում դիմում բողոքի պատասխանը։ Իսկ նրանք ինձ պատասխանել 3 ամիս անց։ Տեսեք, առաջի դիմումս եղել է, ձեզ ասեմ, առաջի դիմումս ուղարկվել է իրենց, դեկտեմբեր ամսին։ Դեկտեմբեր ամսին է ուղարկվել, հետո կրկին անգամ փետրվար ամսին է ուղարկվել։ Պատասխան չի եղել, ասացիք, հա։ Մի անգամ եղել է արդեն վերջի 3 ամիս հետո նոր պատասխանը ստացել եմ, 31-ը մարտի 25 թվականին նոր ստացել եմ պատասխանը, 3 ամիս անց։ 2 ամիս էլ գտնվում է հարգատիր կատարման ծառայության անունը վարույթում է։ Նրանք էլ են արդեն հապաղում։ Չէ, նրանք պատշաճ ձևով իրանց աշխատանքը կատարում են, պատշաճ ձևով կատարում են։ Ինչ շատ հետաքրքիր է ձեր պրակտիկայում դուք բազմափորձ եք։ Նման դեպք երբևէ հիշում եք, որ դատարանի որոշում չկայացներ։ Ես նման բան ճիշտ ասած չեմ հիշում, իրոք չեմ հիշում։ Ես վերջերս դատական պրակտիկան էի հեշտում, մի նման դեպք կար, որտեղ Երևանի քաղաքապետարանը չէր կատարել դատարանի օրինականություն մեջ մտած ակտը, բայց հետո չլիք կատարեցին թե չեմ կարող ասել։ Բայց նման մի բանից հանդիպեցի, ես վերջերս Իսկ դիմում բողոք դուք ում եք հղում, նախարարին եք հղում։ Ես դիմում բողոքը, ես ոչ թե դիմում բողոք եմ հղել, այդ դատական ակտը ներկայացել եմ միասնական սոցիալական ծառայության կատարման։ Ну, երևի թե այս տեղակալը Ալեքսանյան, ճիշտ ասած ես բոլոր միջոցներով փորձեցի տեսնել թե ազնվորությունը ով է, եթե ճանապարհ անցած մարդ կներ։ Google-ով նա պոյսես տալիս բերում էր Ես ինչ արեցի չէ, ես ճանապարհն անցես, հա, երևի ճանապարհ անցած չի պատահական մարդ է։ Եվ ինչ հետաքրքիր է, աշխատանքի սոցիալական հարցերի նախարար Արոն Մակրտչյանը տեղյակ է, որ նման չինովնիկ կա, որը չի կատարում օրինականություն մեջ մնաց դատական ակտը։ Ինչ հետաքրքիր է դա։ Որտեղ սա այն կառույցն է, որտեղ շատ են շփվում հասկացության հետ, որտեղ Այնքան աշխատանքային կարգապահարության բարձր մակարդակի վրա դրած լինի, որ մարդկանց դժգոհություն չառաջանա։ Իսկ իրենցից դժգոհությունները բավականին շատ են։
Ես ինքս փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում եւ նույնիսկ ին վարույթում կա նման փուլեր, միասնական սոցիալական ծառայությունը մերժում է մարդկանց կենսաթոշակ նշանագրելու խնդրանքը, հետագայում դատական կարգով արդեն մի քանի այս նման գործեր նույնիսկ ունեն, որ դատական կարգով կարողացել են վերականգնել նրանց իրավունքը ստացել են կենսաթոշակ։ Այսինքն պետական փողերի վրա են թողում, թե սա ավելի շատ չիմացության։ Ես ճիշտ ասած, եթե մենք պետական փողերի վրա թողան, բավականին շատ հայցեր կան նրանց նկատմամբ ու դատարաններում այդ հայցերը բավարարում են ու բավականին լուրջ գումարներ դատարան ծախսեր են բռնական։ Ահա, ձևով վնասում են պետությանը։ Արդեն վնասը պատճառում է պետության։ Պետության մասին մտածողը առաջին հերթին պետությանն է հաշվում։ Պետության մասին մտածողը իր պարտականությունների լիարժեք դիտադը, որ քաղաքացիները այս դժգոհություն չունեն։ Ինչ է նշանակում չկատարել կամ մարդկանց քաշքշուկի մեջ գցել տանել դատարաններ հասցնել։ Ես ցեզ ասեմ, զուգահեռ իմ գործը նաև իմ գոլեգայի գործն է, Ռուբիկ Մովսիսյան, մենք տարածում աշխատում, նորից եղել է, նույն ձևով իրաններ են գտնվում Վանում, դակում իր գործերը, նրանք չեն կատարել, վերահսկողություն չեն կատարել։ Սա ես ուղղակի ըստ երևույթի կապում եմ մենակ այս չինովի հետ, որի ասեցի չէ, նախկինում 22 թվականին նմանատիպ նույնական փաստական հանգամանք եղած գործով վերահսկողը կատարվել ու վճարվել է։ Բայց ինչ է նշում, որ այն ժամանակ այլ գուցե այլ չինովնիկ էր, այս Ալեքսանյանը չի եղել, որ հասկացել է, որ օրենքի պահանջ պետք է կատարել, թե օրենքի, վсё։ Չի կարելի, օրենքը չկատարել չի կարելի։